Թուրքական կողմը շարունակում է իր ավանդական դիվանագիտական հայտնի գործելավոճը, փորձել թոս փչել հայ հասարակության աչքերին, իբրև թե շահագրգռված են դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Բացի այն, որ Թուրքիան շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, զուգահեռաբար այդ երկրի պաշտոնյաները փորձում են գործի դնել հուզական ֆոնը։ Տեղեկություններ են շրջանառվում, իբրև թե թուրք բանագնաց ՔԼՉ-ի Հայաստան այցի ընթացքում որոշվել է համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Սա թուրքական կողմի խոստումների շարաններից մեկն է։ Հիշում եք, Թուրքիան հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների ելումուտի համար։ Հիմա էլ Անիի տարբերակն են առաջ քաշել։ Եթե երկիրը նպատակ ունի, ասենք թե թեկուս այդ մշակութային կամուրջները վերականգնելու, այդ հողանեին վաղուց։ Այսքան տարի պայմանավորվել են, որ ճանապարհը կբացվի ինչ որ երրորդ երկրների ներկայացուցիչների համար։ Ուրա որևէ մեկը անցել է այդ կամուրջով, որևէ մեկը չի անցել։ Դրա նպատակը թոս փչելն է հայ հասարակությանը, ցույց տալու համար, որ այդ Թուրքիան պատրաստակամություն է հայտնում հարաբերություններ հաստատի։ Որքան էլ թուրքերը փորձել են հայկականը վերացնել Անիի մայր տաճարից, մեկը չի հաջողվել նրանց։ Հիմա էլ նորոգման, վերանորոգման քողի տակ փորձում են եկեղեցին դարձնել մզկիթ։ Կովկասի զարդը համարվող Անիի մայր տաճարում շինարարական աշխատանքներ են։ Բացի այն, որ Անիի եկեղեցիների թագուհի այս տաճարը բարբարոսների ձեռքով պղծվել ու ավերվել է, թուրքական իշխանությունները հիմա ջանք են թափում հազարամյա պատմություն ունեցող հայ հոգևոր տան վրա իսլամական դրոշ մտնել, բայց Անիի մայր տաճարի դեպքում օրինակ դա չի հաջողվում։ Հայկական խաչերն են աղաղակում, որքան էլ չարագործի ձեռքը ձգտում է մաքրել, ջարդել, փորագրել։ Ուրա, խաչը։ Խաչը olur. Ահա խաչը։ Gel. Gel. Asa gel. Մյուսը։ Խաչը սրբությունն է։ Մայր տաճարում աշխատող շինարարներն իմիտացիոն վերականգնողական աշխատանքներ են տանում, ինչպես հայ-թուրքական բանակցային գործընթացն է։ Այստեղ եկած հայերի հետ էլ շփման եզրեր են փնտրում։ Ermenistan. Մենք ամեն ինչ ձեզ համար ենք անում։ Գոնե մի վիսկի բերեիք ձեզ հետ նվեր։ Աշխեկին հարցրեցի. Սուրբ խաչը դրվելու է Անիի մայր տաճարի գմբեթին։ Պատասխանը սպասելի էր, սարկազմախառը։ $200,000 para ver. $200,000 տվեք, այն կհայտնվի գմբեթին։ Նույնիսկ եթե ինչ որ մի բան վերականգնում են, դա արդեն իր հայկական դիմագծից զուր կա։ Նույն ասենք թե Բագրատունյաց թագավորության, ենթադրենք են մեր հայտնի առյուծը, որը խաչի մեջ էր, առյուծը կա, բայց խաչը չկա, այսինքն շրջանակը, որը խաչ էր կազմում, դա չկա։ Թուրքերը յուրաքանչյուր հայկականը հիշեցնող սիմվոլը պատկերներն են տարիների ընթացքում ոչնչացնում հայկական պատմական սրբավայրերից, գերբից, անձնագրից, եկեղեցիներից ու հուշակոթողներից։ Եվ ամենացավալին ու սահմռկեցնողը, պատմական հայրենիք այցելած յուրաքանչյուր հայ զբոսաշրջիկի համար թուրքերը հայկականն աղավաղելով արտասահմանցի անտեղյակ զբոսաշրջիկներին դրանք իրենցն են ներկայացնում, փող աշխատում ու թուրքական բյուջեն լցնում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։